Ադրենալին էքստրեմալ սպորտաձևերի ֆեդերացիան և արհեռուստաընկերությունը ներկայացնում են։ Բարև ձեզ։ Նախորդ հաղորդման վերջում ադրենալինը ձեզ արտաճանապարհային մրցություն խոստացավ։ Խոստումը կատարվում է Զանգեզուր Էքստրիմ 2012-ի տեսքով։ Հայաստանյան էքստրեմալ սպորտաձևերի ադրենալին ֆեդերացիան որոշել է օֆրոդ մրցության հորձանուտ ներքաշել սար ու քարի սովոր զանգեզուրցիներին։ Հայաստանյան ու ընդհանրապես համաշխարհային ավտոսպորտի ամենաբարդ տեսակներից մեկը տեղի է ունենալու Սյունիքի մարզի Կապան քաղաքի օդանավակայանի տարածքում։ Մրցությանը մասնակցելու են թե Երևանից Կապան ժամանած և թե կապանցի մրցարշավորդներ։ Կա նաև մեկ հյուր մեր բարի հարևան Վրաստանից։ Այսօր ցերեկը Զանգեզուրի լեռնային շրջաններում սպասվում է ադրենալինի ներհոսք։ Սա է իմ ավտոն, լավ ավտոա, ինչ ասեմ։ Անտարի ավտոա, իսկական գետերում քշելու ավտոա, հեսա կփորձե կտենակ, էլի ինչ։ Աշինացվել վադիտելաս։ Երկու կլասին է ուզում եմ մասնակցել, էլի մեկը մասնակցել, հետո մեկն կմասնակցել։ На соревнования ходим только для этого, чтобы победить. И сегодня тоже думаем, что победим. Մասնակցելու եմ ստանդարտին, կաշխատենք հաղթենք։ Մինչև տեսարժան իրադարձություններին անցնելը Զանգեզուր Էքստրիմ 2012-ի մասնակիցները գրանցվում են։ Հարգելի մասնակիցներ, մոտիկացեք Ժերևիովքի։ Ապա մասնակցում վիճակահանությանը որոշելու համար, թե ինչ հերթականությամբ են ելույթ ունենալու։ Մրցությունը բաժանված է երկու դասի՝ ստանդարտ և էքստրիմ։ Ստանդարտ դասում կմրցեն այն մեքենաները, որոնց անվասկավառակների չափը չի գերազանցում գործարանայինը ավելի քան 2 դյույմով։ Միաժամանակ շասիում որոշակի փոփոխություններ են թույլատրվում, այն է՝ մեղմիչները և զսպանակները։ Էքստրիմ դասում վիճակը կորդինալ հակառակն է։ Այստեղ մրցող մեքենաների համար փոփոխությունների սահմանափակումներ չկան։ Դուք իհարկե այս ամենի մասին տեղեկանալու փոխարեն ուզում եք րոպե առաջ տեսնել, թե ինչպես են լիակարժակ հրեշները հաղթահարում բարդությունները։ Մենք ձեզ չենք սպասեցնի։ Ստանդարտ դասն է մեկնարկում։ Համար 100 մետր, Արթուր Թևանյան։ Մեքենան Lada 4x4 Niva։ Առաջին մասնակցի վարումից արագության մասին եզրակացություններ անել չեն կարող։ Բայց մեքենան բարեհաջող հաղթահարում է դժվարությունները, այսինքն անում է այն, ինչ սպասելի է Lada 4x4 Niva-ից։ Իսկ այսպիսի շրջադարձ ավելի ճիշտ շրջապտույտ ոչ ոք չէր սպասում։ Մեքենան բավական փափուկ ընկավ կողքի վրա, հուսանք, որ վարորդի ու ղեկավարի հետ ամեն ինչ կարգին է։ Մրցարշավորդներին օգնում են դուրս գալ շրջված մեքենայից։ Մինչ մեքենաներից մեկը օգնության կհասներ, զանգեզուրցիները մկաների ուժով ուղղում են մեքենան։ Արթուր Թևանյանը հանդիսատեսի ծափերի ներքո շարունակում է ճանապարհը և հասնում վերջնագծին, բայց ժամանակային արդյունք չի գրանցում։ Արդյունք կլիներ, եթե մեքենան ուղղվեր միայն վարորդի և ղեկավարի ուժերով, ինչն իհարկե անհնար է, իսկ օգնություն ստանալը որակազրկում է ենթադրում։
Հաջորդ մեկնարկը համար 103 Հարություն Հովանիսյան, ևս մի Լադա 4x4 Նիվա։ Այս անգամ արագությունն ավելի զգալի է։ Ի վերջո դա անհրաժեշտ է, որովհետև մասնակիցները պիտի ժամանակային արդյունք գրանցեն։ Ընդ որում, որքան քիչ, այնքան լավ։ Հարությունը, օգտվելով մրցակցի քիչ առաջվա դասից, արգելակում է ջրային արգելքի մոտ։ Ինքնապաշտպանական զգացումը կարևոր գործոն է։ Դա նրան ճիշտ է հետ է գցում։ Ի վերջո, բարդությունները հաղթահարվում են ու վերջնագիծն էլ հատվում է 3 րոպե եւ 30.600 վայրկյան արդյունքով։ Հաջորդը համար 104-ն է, Դավիթ Մովսիսյան, եւ նորից Լադա 4x4 Նիվա։ Այս մեքենայի տեսքին նայելով տեղին է հիշել ստանդարտ դասում թույլատրված փոփոխությունների մասին։ Այն է մեղմիչներ, զսպանակներ, որոնք արտաքինից դատելով փոխված են։ Իսկ անվասռնակների չափսը հուշում է, որ իջեցված է նաև մեքենայի ծանրության կենտրոնը, ինչը Լադա 4x4 Նիվայի, ինչպես ասում են, ֆիրմային խնդիրն է։ Գումարենք նաև շարժիչի հավելյալ խողովակով տանիք բարձրացած օդառիչը։ Այս մի փոփոխությունը հատուկ ջրային արգելքների համար է։ Կարելի ասել, որ ստանդարտ դասի բոլոր թույլատրելի փոփոխություններն առկա են, ինչն էլ կարծում ենք հրաշալի ելույթի գրավականն է 2 րոպե եւ առանց 100-ականների 24 վայրկյան։ Կարծում ենք, որ հաղթանակի չափածողը հասավ այլևս անհասանելի բարձրության։ Մեկնարկում է համար 106-ը Սամսոն Հակոբյան, ՈՒԱԶ, այսպես կոչված ՈՒԱԶիկ բուխանկա մեքենայով։ Բլրակը հաղթահարելու փորձը ձախողվում է։ Եվս մի փորձ։ Նորից անհաջող։ Իսկ գուցե հակառակ կողմից ստացվի։
Սա իհարկե արդեն իսկ որակազրկում է, բայց Սամսոն Հակոբյանը շարունակում է պայքարել, փորձելով մեքենայից ստանալ ավելին, քան հնարավոր է։ Արդյունքը մեքենայի շարժիչի խափանումն է։ Եվ նորից գործին խառնվում է զանգեզուրցիների մկանային ուժը։ Մեքենան դուրս են բերում երթևեկելի հատվածից։ Հաջորդ մասնակիցը 107 համարով հանդես եկող Վահրամ Մինասյանն է, Լադա 4x4 Նիվայով։ Մրցուղին հաղթահարվում է ճիշտ է առանց տուգանային միավորների, բայց ցավոք դանդաղ 3 րոպե 13 վայրկյան։ Մյուս կողմից սա այս պահի երկրորդ լավագույն արդյունքն է եւ գուցե հենց այդպես էլ մնա։ Համար 108-ն է մեկնարկում Սուրեն Ղուկասյան։ Այս մեքենան արտադրել է Գորկի ավտոմոբիլային գործարանը եւ շատ վաղուց։ Հետաքրքիր է, թե ինչի է ընդունակ վաղուց գյուղ նշանակության մեքենայի վերածված լիակարժակ արտաճանապարհային ռազմական մեքենա։ Դժվարությունը սկսվում է բարձունքը հաղթահարելիս եւ կարծես թե հենց այստեղ էլ ավարտվում։ Եթե չլինեն տուգանային միավորները, Սուրենը կգրանցեր այս պահի երկրորդ լավագույն արդյունքը, բայց ցավոք նրա ժամանակին 20 վայրկյան է գումարվում։ Արդյունքում 3 րոպե 12 վայրկյան։ Համար 109-ն է Սամվել Հարությունյան։ Մեքենան Լադա 4x4 Նիվա։ Շարժման տեմպից դատելով լավագույն արդյունքը կմնա չհաղթահարված, բայց եթե սխալներ չլինեն, հնարավոր է, որ Սամվել Հարությունյանը կարողանա իր համար մրցանակային տեղ ապահովել։
Սա ստանդարտ դասի նախավերջին ելույթն է, այնպես որ դրական արդյունքի դեպքում կարելի է գրավել գոնե 3-րդ տեղը։ Արդյունքը վատ չէ, 2 րոպե 43 վայրկյան։ Ասենք ավելին, սա երկրորդ լավագույն արդյունքն է այս պահի համար։ Ստանդարտ դասի վերջին մասնակիցը Սամվել Կարապետյան, համար 110, մեքենան գազ 69, արտադրված հեռավոր 1952-ին։ Մեզ, որպես ավտոսիրողի անհանգստացնում է պատմական արժեք ներկայացնող ռետրո ավտոմեքենայի այսպիսի պայմաններում գտնվելը։ Ինչը չենք ասի վարորդի մասին։ Մեքենան իհարկե անխնա օգտագործվում է գյուղտնտեսության մեջ, իսկ այսօր նաև վնասվածքներով լի արտաճանապարհային ավտոսպորտում։ Ինչևէ, սպորտը մնում է սպորտ, եւ արդյունք պետք է գրանցեն անգամ ռետրո մեքենաները։ Ուղիղ 4 րոպե։ Ստանդարտ դասը ընթացքն ավարտեց։ Էքստրիմ դասի ելույթի համար մրցուղին որոշակի ձևափոխությունների է ենթարկվում, ավելի բարդացնելով մրցարշավորդների գործը։ Դասը բացում է 201 համարով հանդես եկող Դավիթ Մարտիրոսյանը Toyota Land Cruiser մեքենայով։ Ասում են, թե լեռները սիրում են նրանց, ում հոգին համեմատելի է իրենց բարձրության հետ։ Դավիթ Մարտիրոսյանը փորձառու մրցարշավորդ է։ Բազմաթիվ հաղթանակներ ունի թե Հայաստանի և թե արտերկրի ավտոսպորտում, այնպես որ նրա վարումը քննարկման ենթակա չէ։ Մրցուղին հաղթահարված է։ Արդյունքը 2 րոպե և 55.86 վայրկյան։ Համար 202 Արման Դավթյան և Toyota Land Cruiser։ Վստահ մեկնարկում է, ցավոք միայն այդքանը։ Արմանի համար մրցությունը չսկսված ավարտվեց։ Համար 203 Շաքո Սիրածե, մեքենան Jeep Cherokee։
Շաքոին դուք արդեն տեսել եք ադրենալինի եթերում, Նեապոլի լեռնաշղթան հաղթահարելիս։ Հիմա մեր վրացի բարեկամը փորձում է հաղթահարել նաև Զանգեզուրի անհարթությունները։ Ընդ որում դա անում է մի փոքր ավելի լավ, քան Դավիթ Մարտիրոսյանը։ 2 րոպե եւ 55.63 վայրկյան։ Լավագույն արդյունքը գերազանցված է ինչ-որ 23 վայրկյան։ Համար 204 Լյուդվիգ Երմազյան, մեքենան Jeep Wrangler։ Երևի կհիշեք, որ ադրենալինի ծարավը Լյուդվիգին տանում է բոլոր այն մրցություններին, որտեղ կարելի է այս մեքենան վարել։ Օրինակ վերջերս ցուցադրված Bicross մրցությունը, որտեղ արտաճանապարհայինը այնքան էլ տեղին չէր։ Jeep Wrangler-ը շատ տեղին է այստեղ ու հիմա։ Պատմական բառախաղ, Ռուբիկոնը գետն անցավ, գրագետ ընթացք է առանց շփոթության, առանց սխալների։ Արդյունքը տարօրինակ չէ, 2 րոպե և 49.83 վայրկյան։ Լավագույն արդյունքը գերազանցված է 6 վայրկյանով։ Կարելի է ասել, որ մրցությունը գլխատվեց։ Այսքան արագ ու անսխալ գուցե այլևս ոչ ոք չվարի։ Համար 205 Ռուբեն Սահակյան, մեքենան Lada 4x4 Niva։ Ռուբենը հենց սկզբից դանդաղում է։ Այս մեքենայի թե շասի ու թե շարժիչի փոփոխություններից դատելով, այն պետք է որ լուրջ մրցակից լինի։ Ցավոք այսօր Ռուբենի լավագույն ելույթի օրը չէ։ Արդյունքը 3 րոպե և 25.29 վայրկյան։ Համար 206 Վահան Գրիգորյան, մեքենան Jeep Wrangler։ Մրցանակային տեղ զբաղեցնելու համար հարկավոր է գրանցել 3 րոպեից 15-ից 20 վայրկյան պակաս ժամանակ։
թանկարժեք վայրկյաններ են ծախսվում ջրային արգելքը հաղթահարելիս։ Նորից ժամանակ է կորչում։ Այս անգամ բարձունքի վրա ու վերջ։ Ցավոք մեքենան խափանվեց։ Վահանը կարողանում է տեղում գործի գցել մեքենան, ընդ որում առանց կողմնակի օգնության, բայց մրցությունը շարունակելն արդեն իմաստ չունի։ Չափից դուրս շատ ժամանակ է ծախսվել։ Համար 207 ստանդարտ դասում ելույթ ունեցած Սուրեն Ղուկասյան, գազ մագնիշի մեքենայով։ Հետաքրքիրն այն է, որ ամեն ինչ այնքան վատ չէ, ինչքան կարող են լինել մեքենայի ապրած դարը հաշվի առնելով։ Հարված դարպասին, տեղին կլիներ ասել գոլ, բայց իրականում դա տուգանային միավոր էր։ Հանդիսատեսի ծափողջունների ներքո հաղթահարվում է նաև բարձունքը։ Այսպիսի ելույթ իհարկե չենք սպասում։ Արդյունքը ճիշտ է հեռու է մրցանակային լինելուց 4 րոպե 10 վայրկյան, բայց այս մեքենայի դեպքում ավելի կարևոր է, որ արդյունք ի վերջո կա, չնայած ավելի զարմանալի բաներ են լինում։ Օրինակ ստանդարտ դասում շրջված մասնակիցը Արթուր Թևանյանը վարում է նաև էքստրիմ դասում։ Այս անգամ ամեն ինչ բարեհաջող է։ Ցանկալի կլիներ, որ վարման ժամանակն էլ ավելի բարեհաջող լիներ, բայց իրականում սա ոչ այնքան պայքար է, որքան սպորտային ջիղի հրաշալի ցուցադրում։ Արթուրը չի ընկճվել առաջին անհաջողությունից, իսկ դա ամենակարևորն է։ Արդյունքը 3 րոպե եւ 1.3 վայրկյան։ Զանգեզուր Էքստրիմ 2012 մրցության էքստրեմալ մասն ավարտվեց։ Հուսանք, որ զանգեզուրցիները գոհ են տեսարաններից ու ավտոմրցության մասնակցելու հնարավորությունից։ Այդ հնարավորությունն ընձեռել են մրցության կազմակերպիչ էքստրեմալ սպորտաձևերի Ադրենալին ֆեդերացիան, գլխավոր հովանավոր Armentel ընկերությունը Beeline ապրանքանիշով, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Dino Gold Mining Company, Ապավեն, Nacoil եւ Vitesse ընկերությունները։ Ադրենալին էքստրեմալ սպորտաձևերի ֆեդերացիան առաջին անգամ Սյունիքի մարզի Կապան քաղաքում կազմակերպել էր Jeep Trial տիպի միջազգային վազ մրցարշավ։ Միջոցառումը անցավ բավականին հետաքրքիր, առանձնացավ նրանով, որ ուներ բազմահազարավոր հանդիսատես, ամբողջ մարզը կարելի ասել այստեղ էր, դիտում էր միջոցառումը։
Բոլորը շատ ոգևորված են, եւ մասնակիցները, եւ հանդիսատեսները, անգամ դեռ չվերջացած խնդրում են, հարցնում են երկրորդ անգամ երբ կկազմակերպվի։ Ֆեդերացիան այս տարի սահմանափակի միջոցառումները հասցրել ենք արդեն շուրջ 10 միջոցառում այս տարի կազմակերպել Հայաստանում եւ 7-ին մասնակցել երկրից դուրս։ Մոտ ապագայում նորից կարողանանք մյուս տարվա համար կազմել աշխատանքային պլան, միջոցառումների օրացույց, ըստ որի մարդիկ իմանան երբ եւ որտեղ կա միջոցառում եւ կպատրաստեն մեքենա։ Հաղթողները սպասում են վաստակած մրցանակներին, բայց մինչև մրցանակաբաշխությանն անցնելը դրիֆտ շոու արտաճանապարհայիններով։ Անցնենք ընդհուպ մրցանակաբաշխությանը։ Ստանդարտ դասի 3-րդ տեղում Սուրեն Ղուկասյանն է։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Սամվել Հարությունյանը, իսկ առաջին տեղում Դավիթ Մովսիսյանն է։ Էքստրիմ դաս 3-րդ տեղ Դավիթ Մարտիրոսյան, երկրորդ տեղ Շաքո Սիրաձե, առաջին տեղ Լյուդվիգ Երմազյան։ 600,000 դրամ մրցանակային ֆոնդը բաշխվում է մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցների միջև։ Շատ անգամներ եմ մասնակցել, թվով չեմ կարող հիշել, որ մեկն այսի։ Ադրենալինը շատ լավ, հոյակապ դաշտը շատ լավն էր, տեղանքը շատ լավն էր, կար գետ, քարցեղ, ամեն ինչ կար։ Հարմար էր։ Сегодняшний день я буду помнить весь мою жизнь. Я принял очень большое удовольствие. Вчера 18 часов ехал, чтобы сегодня принял участие. Взял второе место. Рад. Я благодарю участникам, организаторам. Был очень хорошее соревнование было. И надеюсь, каждый год они улучшат эти соревнования. Так, благодарю Армения. Ադրենալինը շնորհավորում է բոլոր մասնակիցներին ու հեռուստադիտողներին էկրանների մոտ հրավիրում հաջորդ ուրբաթ։ Քանի որ այլ առիթ չի լինելու, նախապես շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ։ Հաջողություն ձեզ։